բարեկարգություն սահմանելու վերաբերյալ եւ օրինակ Էդգար Ղազարյանի սրի կայաբար բառի կամ թե պատգամավորական մանդատը կայդենի, երեք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից նրա ընտանիքի այսօրվա խոզարկության դեպքերին ձեր գործընկերոջները քիչ առաջ այդ հարցը ուղղել Սիսակ Գաբրիելյանին։ Եթե օրերից մի օր իշխանությունը փոխվի եւ դուք չլինեք իշխանության եւ իրավապահ մարմինները որոշեն, որ ձեր նկատմամբ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի եւ դուք էլ ունենաք անչափահաս երեխաներ, ձեր քաղաքականները ձեզ տապալեն գետնին, հետո էլ ներկայացնեն երկրորդ նախագահի վերաբերյալ չկային այդ դրվագները, բայց օրինակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ այդ դրվագները բայց նա անչափահաս երեխաներ չուներ, բայց ստարեցրել են, որ այդ կադրերը չի հրապարակվելու, բայց իր մայրն է ներկա եղել շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, նախ նորից եմ ասում բոլորի երեխաներին Աստված պահի եւ ցանկացած երեխա անկախ իր ծնողների ով լինելուց արժանի է հոգացության եւ արժանի է առողջ ու երջանիկ մանկության, բայց սա դնենք մի կողմ, երբ որ ասում եք ձեր դեմ քրեական կոնկրետ օրինակ եք բերում հավասարության նշան, շատ լավ, հասկացա, թեկուզ եթեյով ինձ իմ ու Լևոն Քոչարյանի միջև հավասարության նշան եք դնում քրեական գործերի մասով, ինչն ինձ համար վիրավորական է։ Արժե համակարգային ծանր վիրավորանք է դա իմ համար 1000 ներողություն, որովհետև կներեք, բայց ես դոլարային միլիոնատեր չեմ, 1000 միլիոնատեր չեմ, որ ասում եք գա ձեր տուն, եթե գամ իմ տուն, նախ այդ տունը այդ ամբողջ հարգը չի, հետո էլ կամ են 20 հեկտարանոց են չգիտեմ ինչ ասաբնյակը չի, որ իրականում հա մի 3 վաշտ մարդ է պետք, որ այնտեղ այդ ամբողջը իրավապահ մարմիններից մեկը նախկինում եղել է, որ ասել է իրավաբանությունը մանիպուլյացիա է եւ դուք ասեք ինչ գործ է պետք, դա կհնարվի, հիմա ինչ գործ ունենան, ինչ ունենան կհնարեն մի հոդվածը ձեր վրա խաղալ։ Հայտնի եղնիկներով սվիտրով եկել է Ղարաբաղից Հայաստան, դարել են դոլարային միլիոնատեր, 200 միլիոնի գույք ունեն, չգիտեմ ոնց։ Ասում եք հորինեն մի բան էլ ձեր վրա։ Եթե այո, ճիշտ եք, իմ վրա եթե գործ հարուցել լինեն, ինչ որ մի օր ակնհայտորեն դա պետք է հոլա Ոնց։ Հիմա երկել ներողություն խնդրում պարոն Անեմ ցետա։ Բա այդ է իմաստը, այո, պետք է խնդրեն։ Լևոն Քոչարյանը CVVM հաստատությունա, այսենց են ցույց տալի, էլի, որ տենց Play City-ի 50%-ը բերել նվիր, ինչ կա որ նվիրել են հիմա։ Ոնց է, չէ, օրինակ ենթադրում եմ կանանց մարտի 8-ին ծաղկեփունջ են նվիրել։ Միած այդ Play City-ի կեսն են նվիրել։ 8.3 հեկտարանոց 100 հեկտարի վրա Երևան։ Ինչ է եղել որ։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, ուժեղ Հայաստան խմբակցությունը վերադարձել է ազգային ժողով, ականատես եղան, որ երեք լքեցին իստերի կարգին այն բանից հետո, երբ որ կարծիքով այս խմբակցությունը ազգային ժողով է եկել ինչ օրակարգով, նրանք հայտարարում են ամենևից խմբակցությունների շուրթերով, որ Կոտրիչ Ներսիսյանն անհասկանում դες համար կարելի է ձեր տպավորությամբ իրենք եկել են այստեղ քաղաքականություն, իրենց քաղաքականություն ընդդիմադիր խմբակցություն որպես բանեցնելու, թե կոնկրետ մեկ անձի շահերը պաշտպանելու նրա փաստաբանի դերը ստանալու։ Ակնհայտորեն այդ անձի պաշտպանությունն էլ նույնիսկ որպես այդպեսին ձևական բնույթ է կրում։ Ես հիշում եմ, որ քարոզարշավի շրջանում էր, որ մի հոդված տարածվեց, եթե չեմ սխալվում, միջազգային մամուլում, որը թարգմանել էին նաև մեր մոտ, ու այդ հոդվածի բովանդակությունը դες կա որպես եկեղեցու պաշտպան։ Թե չէ 1000 ներողություն կաթոլիկ իմ տեղեկություններով կաթոլիկ Սամվել Կարապետյանը հայ առաքելական եկեղեցու հետ ինչ կապ ունի։ Հա մեր հայրենակիցների մեծ մասը հարգելի գործընկերներ դուք գիտեք, թե չէ կաթոլիկ են, ֆրանկ են, շատ տրամաբանական է եւ հայ կաթոլիկ եկեղեցին մեր մշակույթում եւ մեր հասարակությունում իր շատ կարեւոր տեղն ունի, ուստեղ ինչ որ նորություն չկա, էլ ինչ կապ ունի կներեք։ Ինչի մասին է խոսքը այստեղ։ Ինչի մասին է խոսքը։ Հա, Կոտրիչ Ներսիսյանի հետ ինչ որ կապ գիտեմ որ ունեն, բայց այդ կապն էլ եթե չէ, ինչքան գիտեմ, այդքան է հոգեվորի հետ պետք է որ կապ չունենա, նորից եմ ասում, դավանաբանական տարբերություններից եւ
Հայաստան դաշինքը, որը հետևել է ուժեղ Հայաստան, մասամբ են Հայաստան դաշինքը առհասարակ ինքնության ճգնաժամի մեջ։ Նրանք 8-րդ գումար ժամանակ հանգիստ լսում էին, երբ մենք ասում էինք Կտրիչ Ներսիսյան ակնհայտ կատարյալ ինքնության ճգնաժամի մեջ է Հայաստան դաշինքը հանգուցալուծման եւ գուցե օրինակ Աննա Գրիգորյանը նորից դիմի քաղաքացիական պայմանագրի ցուցակ վերադառնալու համար, որտեղ թույլ տվեք կարծել, որ ծանրության կենտրոնը, որը ձգել է օրինակ Աննա Գրիգորյանին, քաղաքական իմաստով իհարկե դեպի Ռոբերտ Քոչարյան, դա նաեւ 200 միլիոնի ապօրինի գույքն է։ Շարունակելով դմփաստելու թեման, թույլ տվեք եւս մեկ հատ, երբ որ Կտրիչ Ներսիսյանն անուն ազգանն է ակաբերվում, դմփոստներ են հնչում շատ բայց երբ որ արդյոք այդ դրությունը համաձայնության նշան է, որ իրենք համաձայն են քաղաքական գնահատականին։ Ես կարծում եմ իրենք էլ ձեր հարցի պատասխանը չունեն, ու մնաց թե ես ունենամ ձեր հարցի պատասխանը իրենց վերաբերյալ։ Մեր ուժեղ Հայաստան խմբակցության մեր հարգելի գործընկերները ակնհայտորեն քաղաքականությամբ չեն զբաղվում։ Ակնհայտորեն նրանց կներեք այդ ինչ-որ բաների մեջ թույլ տվեք այդ տեխնիկաների ու տեխնոլոգիաների մեջ չմտնեն։ Այնտեղ քաղաքականություն չկա։ Այդտեղ չկա քաղաքականություն, այդտեղ չկա օրգանիկ որոնք պատկային են, մարդը ոնց է, մարդ երբ որ ելույթ է ուզում ունենա, ինքը ելույթ է ունենում։ Ինքը երբ որ ելույթում պիտի սխալվի, ինքը ելույթում սխալվում է։ Եթե իր ելույթը պետք է լինի էմոցիոնալ, ինչ դեմքի արտահայտությամբ պետք է ինչ բանը ասել։ Ու ես կարծում եմ այդ ամեն ինչը լուրջ չի ու չի կարա նման արհեստական ու արհեստացին բովանդակությամբ քաղաքական ուժը որևէ հաջողություն ակնկալի առհասարակ։ Ես կարծում եմ, հա տեխնոլոգներ այսօր կասեն Հենց հարեք կանեն, կասեն դա պետք է շտապ խորհրդակցել տեխնոլոգների հետ, որտեղ այդ ամեն ինչ ստեղ չի տեղի ունենում, այդ ամեն ինչը օրգանիկ չի, այդ խմբակցությունը չի որոշում։